Այս պահին ես հյուրընկալել եմ քաղաքագետ, պատմաբան, իմ շատ մտերիմ ընկեր Միրան Հակոբյանին։ Բարի երեկո Միրան, շնորհակալություն այս ժամին միանալու համար։ Շնորհակալ։ Միրան, իրականում խոսելու շատ բան ունենք տարածաշրջանի զարգացումների հետ կապված, բայց առաջարցը մի քիչ կարող է հռետորական թվալ։ Հիմա ինչ ուժն է ծնում իրավունք, այսինքն երբ որ նայում ենք պատերազմի մեկնարկին եւ այլն, չկա հա միջազգային օրենսդրությամբ ինչ որ ամրագրված դրույթներ, որով կարելի է հարվածել սպանել երկրի առաջնորդին, հաջորդին հենց ընտրեն, ասենք եզեկը սպանենք։ Սա ինչ է։ Սկսենք նրանից, որ ուժն է ծնում իրավունքը, փաստացի այսօրվա միջազգային իրավիճակով է պայմանավորված եւ այսօրվա ժամանակակից միջազգային հարաբերությունների էությունն է այդպիսին։ Փաստացի հետ երկրորդ աշխարհամարտյան այն աշխարհը, որ կար, իր աշխարհակարգով, խաղի կանոններով, որ ընդհանուր առմամբ կոչվում էր միջազգային իրավունք, այսօր բոլորը ընդունում են, որ դա ուղղակիորեն գոյություն չունի։ Երեք ես օրինակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի այդ ճեպազրույցն էի նայում, որտեղ նա եւս արձանագրում էր, որ միջազգային իրավունք հասկացություն այս պահի դրությամբ գոյություն չունի։ Հիշեցնենք, որ մենք գործ ունենք մարդու հետ, որը ներկայացնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկիր, ՄԱԿ-ի ստեղծող երկրներից մեկը եւ աշխարհում կարևորագույն դերակատարություն ունեցող երկրներից մեկը։ Եվ եթե օրինակ այս հայտարարությունը մենք համադրում ենք նաեւ ամերիկյան տարբեր քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց ոչ միայն հայտարարությունների, այլև փաստացի գործողությունների հետ, ապա եզրակացությունը մեկն է, այո, ներկայիս աշխարհակարգը այն է իր փիլիսոփայության եւ էության մեջ, որ ուժն է ծնում իրավունքը։ Այսինքն մենք հանգել ենք մի իրավիճակի, որ այն պետությունը, որը չունի միջուկային սպառազինություն, չի կարող իրեն պաշտպանել օրինակ միջուկային տերություններից կամ իրենից շատ ավելի հզոր պոտենցիալ ունեցող, ռազմական պոտենցիալ ունեցող տերություններից, ապա նրա անկախությունը փաստացի, այսպես վտանգված է։ Այսինքն նրա հետ կարող են վարվել այնպես, ինչպես օրինակ վարվեցին Իրանի հետ եւ կարծես թե Հայաստանում բոլորը զարմացել են այդ իրավիճակից, բայց հիշենք, որ աշխարհը մարսեց եւ կուլ տվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 2020 թվականին, 2023 թվականին, հա, այսինքն աշխարհի մասշտաբով տեղի ունեցավ մեկ ժողովրդի էթնիկ զտում եւ կարծես թե ոչ մեկի համար դա ինչ որ մեծ իրադարձություն չէր, ողբերգական իրադարձություն չէր։ Եվ դրանից հետո օրինակ երբ որ զարմանում են ինչ է կատարվում Իրանում, որ հարված է հասցվում այդ երկրին, սպանվում է երկրի առաջնորդը, կա սպառնալիք, որ մյուսին ընտրենք, մյուսին էլ եւ ուշադրություն դարձրեք Միացյալ Նահանգների նախագահի խոսքին, ասում է Իրանի ապագա առաջնորդի ընտրության հարցում մենք պետք է ունենանք մասնակցություն։ Այսինքն սա ոչ միայն հետ, այսպես ասած, երկրորդ աշխարհամարտյան աշխարհակարգի էության, բովանդակության եւ փիլիսոփայության խախտում է, այլև ամբողջ Վեստֆալյան համակարգի էության խախտում է։ Հիմա դրա մասին եմ ուզում խոսեմ, Արցախին դեռ կվերադառնամ, որովհետեւ այստեղ դիտարկում ունեմ, բայց տեսեք, Պեսկովը ասում է, որ չկա այդ համակարգը, անվտանգային միջազգային համակարգը չկա։ Պեսկովից առաջ Գերմանիայի կանցլերն էր Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ասում չկա այդ աշխարհակարգը եւ այլն։ Նորը, որը դեռ չի ձևավորվել, ըստ էության թույլ է տալիս ուժեղին, երբ ուզի հրթիռով հարվածել ցանկացած կետին, կլինի դա մանկական փոքր տարիքի երեխաների դպրոց, թե կլինի հոգեոր առաջնորդ, երկրի առաջնորդ, ում ուզես խփեն եւ ում ուզես հայտարարես օրինկաբեկչություն եւ հարվածես։ Լավ, այս իրավիճակում պաշտպանության մեխանիզմները ո՞րն են։ Նախ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մեր ուժը մեր թուլության մեջ է, լավ է մենք բանակ չունենանք, ոչ մի բան չունենանք, մեզ սա հանգիստ թողնեն։ Չէ, նման մոտեցումը Չէ, բայց լավ ո՞րն է հիմա պաշտպանության մեխանիզմը։ Լավ, ասենք դա հիմարություն է, եկեք ուղիղ ասենք, բայց մենք ինչ անենք։ Ես դա եմ ասում, որ եկեք հիմարությունները չքննարկենք, կոնկրետ այդ հարցին կա շատ կոնկրետ պատասխան։ Եթե ժամանակակից աշխարհում
պետությունը ցանկանում է իր անկախության հարցը լուծել, իր անվտանգության հարցը լուծել, ստացվում է տրամաբանորեն, որ կամ պետք է ունենա միջուկային զենք, կամ պետք է լինի այնպիսի երկրի ընկեր դաշնակից, ռազմավարական դաշնակից, որը ունի միջուկային զենք եւ պատրաստ է այդ միջուկային զենքով կիսվել, Պաշտպանել քեզ։ Այո, այս օրինակ այդ միջուկային մանի, այդ անձրևանոցի տակ վերցնել։ Օրինակ դրա պարզ օրինակը ՆԱՏՕ-ն է։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համենայն դեպս մտածում են, որ ամերիկյան միջուկային անձրևանոցի տակ են եւ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կգործարկվի, եթե իրենց վրա լինի հարձակում։ Նույն օրինակ հարձակում հենց Ամերիկայի կողմից, Գրենլանդիայի զարգացում։ Դե դա արդեն ժամանակակից աշխարհի վայրեվերումների շարքից է։ Մյուս օրինակը օրինակ Բելարուսն է, Ռուսաստանը օրինակ Բելարուսի տարածքում տեղակայեց միջուկային զենք, փաստացի, որ Բելարուսը ինքը իրեն անվտանգ զգա եւ դաշնակցի մոտեցումներն էլ զգա։ Այսինքն այլ մոտեցում, գիշ խաղալ, խաղասեր խաղալ կամ ինչ-որ բան, դա կյանքը ցույց է տալիս, որ ուղղակի կուլ են տալիս, որովհետեւ դու խաղաղություն ես ուզում, թե խաղաղություն չես ուզում, դա էական չէ։ Էականն այն է, թե դիմացին ինչ է ուզում։ Եթե դիմացինի խնդիրը քեզ կլանելն է, քեզ ոչնչացնելն է, քո տարածքը գրավելն է կամ քեզ տրկացնելն է, դու ինչ ուզում ես, ուզի։ Կարևորը թե նա ինչ է ուզում, դու կարողանում ես դիմադրել, կարողանում ես ուժերի հավասարակշռության այնպիսի մեխանիզմ առաջ քաշել, որ վախենա դիմի այդ քայլին, ոտնձգությունների։ Այսինքն ամբողջ իրավիճակը, ամբողջ տիեզերքն է, բալանսի մեջ։ Ներկայիս այս աշխարհակարգի պայթյունը, որ մեր աչքի առաջ տեղի է ունեցել եւ որի պայմաններում մենք այսօր ապրում ենք, փաստացի, դա կապված է նրանով, որ աշխարհում տեղի է ունեցել ուժերի բալանսի խախտում, սկսած տնտեսությունից մինչև ռազմական պոտենցիալ։ Եվ աշխարհի ուժեղները այսօր արագ փորձում են հնարավորինս շատ ռեսուրս վերցնել, որպեսզի այն աշխարհակարգի շուրջ, որի մասին պետք է պայմանավորվեն առաջիկայում, չգիտեմ, մի տարի հետո, 2 տարի կամ 3 կամ 5 տարի հետո, իրենք այդ բանակցությունների ժամանակ այդ սեղանի շուրջ իրենց ձեռքի խաղակարտերը մաքսիմալ շատ լինեն եւ մաքսիմալ լավը լինեն։ Միրան, գիտես ինձ նաև ինչն է շատ անհանգստացնում։ Տես, պատերազմների մասշտաբը փոխվել է, եւ ասենք փոքր, այսպես ասած, ավտոմատներով կամ սովորական արտիլերիայով պատերազմները ըստ էության դառել են մեր ժողովրդի ասած քուչի կռիվ, էլի, ոչ մեկ դրա վրա շատ ուշադրություն էլ չի դարձնում։ Հիմա Իրանի զարգացումներին զուգահեռ, օրինակ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև փոքրիկ պատերազմ անց, եթե հատուկ չգնաս նայես, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձնում։ Հիմա մենք խոսում ենք Արցախի մասին, բայց Արցախին օրինակ հետևել է Իսրայելի գործողությունները Գազայում եւ վերացրել են բառից բուն իմաստով, ջնջել են ամեն ինչ, որ էլի աշխարհը, այսպես ասած, հեշտ կուլ տվեց, ու դրանից հետո արդեն հենց այս մեր խոսելու պահին, այն ինչ որ տեղի ունենում Լիբանանում, Բեյրութում, ոչ մեկին ընդհանրապես չի էլ հետաքրքրում։ Հիմա այս անհանգստությունը սա է, չլինի հանկարծ որ մի պատերազմ էլ էստեղ Հայաստանում սկսվի, իսկ ոչ մեկ չնկատի էլ, ոչ թե թույլ տա, այլ նույնիսկ չնկատեն, այնքան այն մեծ պրոցեսների մեջ տեղավորված փուճուր բանը դառնա դից աննկատ մի բան։ Չեն էլ ես չեմ էլ կասկածում, որ չեն էլ նկատի, եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը վերանա կամ օրինակ Հայաստանի քաշային կարգի ինչ որ երկիր Վրաստանը վերանա կամ Ադրբեջանը վերանա, բառի բուն իմաստով այդ պետությունը չլինի, ինչ որ մի պետության կողմից զինագրավի, չեն էլ նկատի, որովհետև ժամանակակից այսպես մեյնսթրիմը, տեղեկատվական հոսքերը, տեղեկատվական ալիքները համաշխարհային հանրություն ասվածի կարծիքը պահում են այնտեղ, որտեղ իրենց ձեռնտու է, որտեղ իրենք ուզում են։ Այսինքն Գազայում կոնկրետ ցեղասպանություն է կատարվում, բայց համաշխարհային մեդիաները եւ կոնկրետ երկրների տեղեկատվական դաշտը իրենց հասարակություններին ներկայացնում են, օրինակ թե ամերիկյան այս սենատորը ինչ մի սեքսուալ բնույթի ինչ որ բան բացահայտեց, չգիտեմ, երկրի նախագահի կամ ինչ որ բանի, ինչ որ փաթեթ բացեցին, այս արեցին, այն արեցին։ Այսինքն խնդիրն այն է, թե ուշադրության կենտրոնում պահում են, թե չեն պահում։ Հումանիտար հարցերը մարդը ուշադրության կենտրոնում է, թե ուշադրության կենտրոնում չէ։ Ես կարծում եմ, այն ինչ որ ես տեսնում եմ համաշխարհային մեդիա քաղաքականությունով, ինչ է գնում մեյնսթրիմներում առաջին տեղում ինչ է, մարդը եւ մարդկայնությունը, հումանիզմը ոչ միայն առաջին տեղում չէ, տասնյակի մեջ էլ չկա։
Այսինքն այսօր շների իրավունքների մասին կարող է շատ ավելի մեծ բան խոսել, բանականությունը ավելի կարևոր է, քան մարդկային։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի առջև մի 10 տարեկան տղա կամ աղջիկ օրինակ մի հատ միտինգ անի, մի քիչ էքստրավագանտ ձևով, եւ դա համաշխարհային մեդիաները եւ դրանց կցորդ տեղական մեդիաները ավելի շատ ուշադրություն դարձնեն եւ մարդկանց ուշադրությունը ավելի շատ դրա վրա սևեռեն, քան որ օրինակ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցել էթնիկ զտում կամ Գազայում տեղի ունենում ցեղասպանություն։ Այսինքն մենք գործ ունենք դեհումանիզացիայի հետ բառի ամենաբուն իմաստով։ Օրինակ վերցնենք նույն Եվրոպան, եվրոպական կարծիք ասվածը, եվրոպական ժողովուրդները, որոնք միշտ հայտնի են եղել որպես համենայն դեպս վերջին 100 տարում մարդու իրավունքների ժողովրդավարության այսպես ջատագով, դրա մեռած, այդ քաղաքականությունը առաջ մղող, դրա համար մեծ ֆինանսական ներդրումներ անող, այսօրվա դրությամբ այդ մարդկանց լրիվ այլ բան է հետաքրքիր։ Օրինակ իրանց հետաքրքիր է իրանց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմի համատեքստում իրենց գազի կամ բենզինի գինը բարձրանում է, կոմունալի գինը բարձրանում է, թե իջնում է։ Այսինքն այս ժողովուրդները մղված են այնպիսի տեղ, որտեղ մարդը եւ հումանիզմը որպես այդպիսին, որպես երևույթ այլևս որևիցե տեսակի այսպես նշանակություն չունի։ Վերջի հումանիստը, օրինակ 20-րդ դարի առաջին կեսին մենք գիտենք, չէ՞, այդ հումանիստները դրանք շատ այսպես հարգված մարդիկ են։ Այո, հիմա այդ վերջին հումանիստը, որի մասին լսել ես, ով է եղել։ Չգիտեմ ով է եղել։ Հիմա հումանիստ չկա, հիմա Գրետա Թունբերգներն են ավելի հայտնի եւ իրանց մասին, բայց հիմա փորձենք մի քիչ ավելի վերադառնալ այս իրողություններին, Միրան։ Մինչ քո տաղավար գալը խոսում է այն մասին, որ երբ որ այսօրվա իրողություններից յետադարձ հայացք ենք նայում, տեսնում ենք, որ շատ բաներ ըստ էության նախապատրաստվել են այսօրվա այսինքն այդ process-ները տեղի են ունեցել այսօրվա պատերազմի նախապատրաստման շրջանակում։ Այդ թվում իմ խորին համոզմամբ նաև Արցախյան պատերազմը 20 թվականին, որը պետք էր կազմակերպել, պետք էր Արցախը նվիրել Ադրբեջանին եւ Թուրքիան, որպեսզի Իրանի դեմ պատերազմը նախագծված շրջանակներից դուրս գալու պարագայում Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունենան այսպես միասնական ճակատով այնտեղ աշխատել։ Կամ նույն Աբրահամյան պայմանագրերը, որ Իսրայելի եւ արաբական տարբեր երկրների միջև 20 թվականին ստորագրված, ես այսօր առավոտը նայում եմ այդ պայմանագրերը, տեսնում եմ, որ բոլոր այդ հակաօդային պաշտպանության համակարգերը եւ այլն հարակից պետությունները, որոնք տեղադրվել են Իրանի հարակից պետություններում, բոլոր այդ պայմանագրերի շրջանակներում են եւ ելի գնում է դեպի 20 թվական։ Այսինքն նախապատրաստության աստիճանը եւ պատերազմի նախապատրաստումը տեսնում ես, որ այն ժամանակներում ինքը շատ լուրջ բանի մեջ է մտել։ Լուրջ process-ի մեջ էր մտել այն ժամանակ նաեւ Ուկրաինայի դեմ պատերազմը։ Հիմա հարցը ի՞նչն է, այս մեծ գլոբալ դավադրություն է, թե համընկնումներ է, թե դա այն process-ներն են, որը մեկը մյուսից բխելով այսպես մեծ քաղաքականություն է, որը դավադրություն անվանել է մի քիչ երևի թե ճիշտ չի լինի, որովհետև աշխարհակաղակական խաղացողները ամեն մեկը գործում է իր շահերի համատեքստում, առնվազն իր պատկերացումների, որն է իր շահը։ Հիմա այն ինչ որ Իրանի դեմ կատարվում է, դա վերջին 30-40 տարիների այսպես հետևողական աշխատանքի, հետևողական քաղաքականության արդյունք է։ Ես ինձ հիշում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքա այսօր չէ վաղը չէ մյուս օրը պետք է հարվածի Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այս հարցում նրա գլխավոր դաշնակից Իսրայելը կամ հակառակը։ Իսրայելը եւ նրա գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները։ Նայած թե ում է ավելի շատ համոզել իր շահերի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այստեղ առաջամարտիկը այնուամենայնիվ Իսրայելն է, որը հաշվարկել է, որ Դոնալդ Թրամփը վերջին շանսն է Իրանի այդ աճող պոտենցիալի դեմն առնելու համար, որովհետև Թրամփից հետո Դոնալդ Թրամփը Ամերիկայի Նիկոլը չի, որտեղ մի հատ Նիկոլ է նշանակում ու ամեն ինչը բարդում է։ Համենայն դեպս վարքագծով նման է, այնքանով որքանով որ Նիկոլը գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո սկսեց գոռալ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Նույնը Դոնալդ Թրամփը ընտրվել է խոստանալով, որ աշխարհում խաղաղություն է բերելու, բոլոր հակամարտությունները լուծելու է, Նոբելյան մրցանակի է ձգտում, բայց
ամենամեծ պատերազմներից մեկը հրահարեց եւ անթակույց եւ շարունակում է այդ պատերազմը մղել ոչ միայն Իրանում, դրանից առաջ Վենեսուելայում նմանությունները այս տրամաբանական բայց ես անդի նմանության մասին չեմ, մեխան ձեռագրի նմանության մասին խոսում, երբ որ ձեռագիրը մեկը դրվում է որպես իցույց, որ տեսեք, դե մենք ինչ կապ ունենք, այս գիժն է մեղավոր։ Մի բան ասելով գալիս են մեկ այլ բան են անում։ Դա աշխարհում ընդունված պրակտիկա է, բոլոր պոպուլիստները պլյուս մինուս այդպիսին են լինում։ Հիմա եթե վերադառնանք այս խնդրին, օրինակ նույն այս Ղարաբաղի խնդիրը, Ղարաբաղում էթնիկ զտումը անշուշտ նաև կապված էր Իրանում սպասվելիք իրադարձությունների հետ։ Օրինակ, որ նայենք, թե Ալիևի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հարակից մասերում որտեղ է կառուցել օդանավականներ, տրամաբանական հարց է առաջանալ։ Օրինակ, ես այսօր դրա մասին էի մտածում, թե օրինակ Լաչինում աերոդրոմ կառուցելու իմաստը ո՞րն է, այսինքն աշխարհագրությունը, եթե որ նայում ես, ուզում ես հասկանալ, այդ ինքնաթիռը ոնց պետք է գա, այսինքն ինքը գալիս է Ղարաբաղը շրջանցում է, մտնում է այդ ձորը, հա, դեպի Լաչին Քելբաջար տանող, որ գնա, իհարկե ինքը փոքր օդանավական է, բայց անօթաչու թռչող սարքերի համար շատ հարմար է։ Այնտեղ սարքել է, Ֆիզուլիում սարքել է, Զանգելանում սարքել է, այսինքն այս աերոդրոմները ինչ նպատակ ունեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ սա Իրանի դեմ հետագայում պատրաստվող քաղաքականության այդ պատերազմի համատեքստում է արվում։ Դրան գումարած, այն ինչ որ Իլհամ Ալիևը արել է Լեռնային Ղարաբաղում եւ մարսվել է, հա, ոնց է դա տեղի ունեցել։ Դա տեղի ունեցել մեր բոլորի աչքի առաջ արևմուտքի փաստացի ծափերի ներքո, չէ, Եվրոպային կանչել Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևով, չէ, պատերազմը Իսրայելի զենքերով, Իսրայելի ռազմական խորհրդատուների մասնակցությամբ, դրան գումարած ամենայն հավանականությամբ այդ անօթաչու թռչող սարքերի մի զգալի հատվածը հենց իրենք էլ կառավարել են, դրա մասին եղել են տեղեկություններ, այսինքն հայ զինվորներ են զոհվել իսրայելցի սպաների անմիջական մասնակցությամբ։ Սրան գումարած, երբ որ մենք այս ամբողջ ներկա պնակը նայում ենք, հետևում ենք, փորձում ենք հասկանալ, այդ մարսելու գործընթացը, որ տեղի ունեցել, արևմուտքի նույն եվրոպացիների անմիջական ջանքերով տեղի ունեցավ, հա, նրանց ծափերի ներքո իրենք չեն էլ թաքցնում։ Շարլ Միշելը չէր Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին տարավ, այնտեղ ստորագրել տվեց, որ Արցախը Ադրբեջան կա։ Սա ինչի համար էր, այսինքն Իլհամ Ալիևի տարավ ստորագրել տվեց, Ալիևի բաններ այդտեղ բաճկոններ Իսպանիայում արդեն։ Սա այսինքն ինչ է տեղի ունեցել։ Իլհամ Ալիևին տրվել է մի բան, որի գինի ինքը պետք է վճարի։ Ես համոզված եմ, ինքը չի ուզում վճարել, բայց ոչ Իսրայելից, ոչ Իսրայելի թիկունքին կանգնած արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ձեռքից Իլհամ Ալիևը պրծում չունի։ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, նրա նման ձկներն են կիլկի դարել, ինքը իրենց ինչա ներկայացնում, որ 3 րոպեում իտառը կթողեն իրենից։ Այսինքն այն ինչ որ իրեն տվել են ավանսով, տվել են որպեսզի ինքը գործողություններ կատարի։ Ինչքան էլ փորձի ինքը այդ գործողությունները չկատարել կամ խուսանավել, այսպես ասենք, հա, ինքը չի կարող գցել ոչ Իսրայելին, ոչ էլ արևմուտքին։ Այսինքն առաջիկայում տարածաշրջանում ինչ կլինի, մեծ պայթյուն կլինի Իրանի տարածքից, Ադրբեջանի տարածքից կհարվածեն Իրանից, միգուցե Իրանը կներխուժի Ադրբեջան կամ հակառակը Ադրբեջանի տարածքից կներխուժեն Իրանի հյուսիս, այս ամեն ինչը շահկապված է եւ սրա նախերգանքը եղել է Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ Շատ լավ։ Հենց դրա մասին էի, որ մտածում էի եւ լավ է որ դու էլ ասողությամբ տարար։ Հիմա այս պահի դրությամբ ինչ ես տեսնում Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Երեք սպառնում էին, այսօր նորից սահմանները բացեցին, ինչ որ բան պայմանավորվել են, թե Ալիևը ռիսկ է տեսել, թե չի կարող կողմնորոշվել պատերազմի ինչ ընթացք է ունենալու, որ կողմը բռնի, այսինքն կշարքի նժարի որ կողմը կծանրանա։ Մենք իրականում չգիտենք ինչի հետ գործ ունենք, օրինակ մենք տեսել ենք բոլորս այդ վիդեոները, որ Նախիջևանի օդանավականին աթսնգալի հարված է հասցնում։ Եվ դա Ադրբեջանն ասաց, որ դա
իրանցիների հարձակումներ, Իրանը հրաժարվեց, ասաց մենք տես բան չենք արել։ Այսինքն մենք չգիտենք ինչի հետ գործ ունենք։ Միգուցե դա օրինակ արվեց հենց Ադրբեջանի կողմից որպես պրովոկացիա, որպես հիմք, որ հետո հնարավոր լինի այնտեղից արվել թռիչքներ դեպի Իրանի տարածք կամ ներխուժում դեպի Իրան։ Միգուցե դա իրանցիները արեցին որպես այսպես նախազգուշական բան, որ խելոք մնացեք, թե չէ, սա էլ ապացույց է, որ կանենք։ Գործը ռուսները ինքնատերը խոցում են, ասում են մենք չենք, սրանք հարվածում են, ասում են մենք չենք։ Ճակատագիրն է այդպեսին։ Այսինքն մենք չգիտենք իրականում ում է, կարող է եւ ոչ Իրաններ, ոչ Ադրբեջաններ, կարող է երրորդ կողմներ, նույնիսկ Իսրայելը լիներ, թուրքերը լինեն կամ այլ։ Մենակ վերջում չպարզվի թե Հայաստանն է եղել, ասեն այս Սյունիքից արեցին։ Չէ, Հայաստանը պետքա պատժվի։ Դժվար Հայաստանին այս առումով հնարավոր լինի այստեղ ներքաշել, եթե, ինչպես ասում են, բանը բանից չանցնի, հա, եթե բանը բանից անցնի, օրինակ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն Իրանի եւ Ադրբեջանի կամ Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, դա այդտեղ արդեն Հայաստանին կարող է չհարցնեն թուրքերը եւ Սյունիքը Ադրբեջանի հետ կապողողակ որպես բառի բունի իմաստով օգտագործեն, եթե այստեղ հաշվի չառնենք ռուսական գործոնը։ Այստեղ պետք է նաև հաշվի առնել, թե Ռուսաստանը ինչ է մտածում, Ռուսաստանը ինչ է պատրաստվում անել, ինչ քայլերի է պատրաստ ձեռնարկել Հարավային Կովկասում, չգիտեմ, իր ազդեցությունը դիրքերը պահելու, պահպանելու համար Հայաստանում կամ ամբողջ Հարավային Կովկասում միասին վերցրած, ցանկանում է, չի ցանկանում, սրանք բոլորը մեծ հարցեր են։ Ռուսաստանի նույն Պեսկովը մի քանի օր առաջ ասում էր, դա մեր պատերազմը չի, հետևում ենք, բայց գլոբալ որ վերցնում ես, չի կարող դա չլինել Ռուսաստանի պատերազմը։ Չէ, շատ պարզ։ Ինչպես նաև չի կարող դա չլինել Չինաստանի պատերազմը։ Չէ, շատ այստեղ ավելի կենցաղային խնդիր կա։ Մենք բոլորս տեսել ենք ամբողջ աշխարհի աչքի առաջ, որ Ռուսաստանը Ուկրաինայում իր կիրառած զինատեսակներից ամենա, այսպես ասենք, արդյունավետներից մեկը այդ անօթաչու թռչող սարքերն էին, որը տրամադրվել է Իրանի կողմից։ Այսօր լուր էի կարդում, որ Իրանը մեծ լավություն է արել, մեծ այդ մերձարևելքում մի քանի ռադիոլոկացիոն այդ կայանները ոչնչացնելով, որոնք ուղղորդում էին ուկրաինական ավիացիային հենց ուկրաինական ճակատում մերձարևելքից որ Չէ, զուտ մենակ այս ԱԹՍ-ների փաստը հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը Իրանին որոշակի պարտքեր ունի նույն տեխնոլոգիաների, զինատեսակների կամ ռեսուրսների մասով, որը պետք է որ այդ տրամաբանությունը հուշում է, այդ պարտքերը պետք է որ վերադարձվի։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Իրանը եթե շատ թուլանա, ամենայն դեպս հիմա այդպես է երևում, Ռուսաստանը եւ Չինաստանը թույլ կտան, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչնչացնեն։ Հիմա փաստացի լավ, հիմա ոչնչացման մասին խոսք չկա, լավ դիմադրում է Իրանը, ներքին հարցերն էլ ուզած ձևով լուծում է։ Նորի դեպ նայում է, թե ինչպես են ժողովուրդը հազարներով, 100,000-ներով փողոց դուրս եկել եւ հավատարմության երթում են տալիս իրենց նոր հոգեվոր առաջնորդին։ Այսինքն այդ համակարգը կարծես ներսի կուռ է, պինդ է, ռազմական պոտենցիալը չգիտենք ինչ ունեն, դեռ ինչքան ունեն, ինչքանի կբավականացնեն։ Հրանք շատերի համար Իրանը կա հատկապես արևմուտքում, հա, որ լավ չեն տիրապետում իրավիճակին, շատերը նույնիսկ ասենք քաղաքականությամբ զբաղվողները նաև տարական կրթության խնդիրել ունեն, պատմություն չեն իմանում։ Օրինակ իրենք չգիտեն, որ Իրանը Իրաք չէ։ Ոչ թե թերագնահատում եմ կամ նսեմացնում եմ Իրաքը, բայց Իրաքը Վերսալյան համակարգով ստեղծած պետություն է, որտեղ մի օրում կանգնեցին, ասեցին, այս քարտեզի վրա, մի հատ քարտեզ են այքել, ասել են այսօրվանից դուք սիրիացիներ եք, դուք իրաքցիներ եք, դուք հորդանանցիներ եք, դուք էլ ընդհանրապես այս ընտանիքի անունով է կոչվում, հա, սաուդներ եք։ Իրանը ինքնին դա ցիվիլիզացիա է, Իրանը ինքնին դա խորը խորքային պետություն է եւ ինստիտուցիոնալ պետություն է, որտեղ այնտեղ հա հոգեվոր գերագույն հոգեվոր առաջնորդը դա Սադամ Հուսեյնը չի, որ Սադամ Հուսեյնը չկա, Իրաքի պետությունը չկա, բանակը չկա, մյուս ստրուկտուրաները չկան։ Իրանը ինքնին խորքային ինստիտուցիոնալ երկիր է։ Դա ինչ-որ մեկին դուր գա կամ դուր չգա, բայց դա իրողություն է։ Խնդիրը հենց այս է, որ լավ չեն տիրապետում իրավիճակին եւ նույն այդ ռեսուրսների պատերազմը շարունակելու տեսանկյունից էլ կամքն էլ լավ չեն հասկանում։
իրանցիները դա իրենց ընկալման մեջ վերջին 2500 տարում իրենք անում են նույն գործը, այսինքն իրենք արևմտյան թշնամիների հետ անկախ նրանից դրանք ով են, մակեդոնացին է, հռոմն է, դրանից հետո բյուզանդացիներն են, թուրքերն են, իրենք այդ Եփրատի գիծը պահելու խնդիր ունեն, թույլ չտալ, որպեսզի Եփրատի գծից անցնեն այս կողմ, եթե իրենք հնարավորություն ունենան, իրենք անցնեն այն կողմ։ Չգիտես հարցը ինչ կոնտեքստում է, սա էլ ասենք կարճ ու սահմանափակվենք։ Այս Իրանի վրա հարձակումը հնարավոր եղավ, երբ որ այստեղ Արցախը գրավեցին, վերցրեցին, պլազդար ստեղծեցին, ներություն Սիրիայում Ասադի իշխանությունը ինչ որ անհասկանալի մեկ օրում այդքան տարիների կռվից հետո մեկ օրում հանձնվեց, թողեց գնաց եւ այլն։ Հա ու ասենքն այդ փոքր պարտությունները հարակից տարածքներում բերեցին հնարավորությունը բացեցին Իրանի վրա հարձակման։ Եվ ցավալին այն է, որ նույնը հիմա ավելի մասշտաբային եմ ասում, եթե Իրանին կորցնի, օրինակ նույն Ռուսաստանը, նույն Չինաստանը, բաց չէ հաջորդ հարվածները արդեն այդ ուղղությամբ են գալիս։ Չէ, Իրանի կորուստը մեծ խնդիրներ կառաջացնի թե Ռուսաստանի համար, իսկ առավել մեծ խնդիրներ կառաջացնի Չինաստանի համար, սկսած էներգառեսուրսներից վերջացրած աշխարհաքաղաքական process-ներով։ Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ մենք այդ շրջանում շատ ենք խոսել, նույն 20 թվականի պատերազմի ժամանակ, ես նույն մենք Ստեփանակերտում այդ մասին խոսում էինք, որ լավ Իրանում չեն հասկանում, որ վերջում այս ամեն ինչը իրանց վրա ազդեցություն է ունենալու, չէ՞։ Իրանցիների մի մասը եկել էր այդ գետի ափին ծափ էր տալի։ Կամ Իրանի ղեկավարները, որտես գնում էին Ղարաբաղ, Ալիևի հետ նրա հաղթարշավներին, կողքը կանգնում, նկարվում, Խուդաֆերինի կամուրջ էին բացում, մեկ շաբաթ հետո պարզվում է, որ այդ Խուդաֆերինի հատվածից իսրայելական հետախուզությունը աշխատում է Իրանի դեմ, նույն կետից, որտեղ իրենք եկել էին շնորհավորելու։ Ասում եմ, լավ ռուսերեն ասացված կա, չէ՞։ Ասում եմ, спасение утопающих, дело рук самих утопающих։ Հիմա շնորհակալություն Միրան, ես ասեմ, որ այդտեղ մեկնաբանությունները կարդում եմ, բավական այսպես կոմպլիմենտներ կան քո հասցեին, որ բովանդակալից է խոսում, նաև հիշատակում են քո Մանդելա էֆեկտի հաղորդաշարը, հիմա բառից բունի մաստով կկարդամ գրված է, որ Միրանի հաղորդումները վերջինը ամենից ստացված հաղորդումներից են։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ, որ Միրանը պատմական վերլուծություններով բավական հետաքրքիր հաղորդաշար է սկսել, Մանդելայի էֆեկտը, եթե YouTube-ում փնտրեք կգտնեք, կամ իր Facebook-յան էջում կան հաղորդումները, խնդրում եմ նայեք։ Միրան ջան, շնորհակալություն այս ժամին միանալու համար։